Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված պահապան։ Կարելի է ձեզ մեկ հարց տալ։ Սունդես։ Եթե ընտանիքումդ միայն դու ես հավատացյալ, ինչ անել, եթե ամենամոտ մարդիկ չեն հասկանում քո հավատքը, չեն աջակցում քեզ եւ ասում են, որ չափազանց շատ ես տրվել հավատքով։ Սա մի իրավիճակ է, որին որ բախվել են շատ երիտասարդներ մեր ժամանակում եւ մանավանդ խորհրդային միության փլուզումից հետո այդ անաստվածության տարիների հեռանալուց հետո, երբ որ երիտասարդները սկսեցին, մեծ մասը երիտասարդները սկսեցին հաճախել եկեղեցի եւ այլն եւ քանի որ իրենց ծնողները մեծացել էին այն ժամանակահատվածում, երբ որ անաստվածություն էր, շատ ընտանիքների մեջ եղել են այդպիսի խնդիրներ։ Ես կարծում եմ, որ այդ ժամանակ մարդը, այդ ընտանիքի անդամը, ով որ հավատացյալ է, որ այդ դժվարություններն է տեսնում, կրում, լսում իր հարազատներից, պետք է նախ եւ առաջ հիշի Քրիստոսի առաքյալներին։ Նրանք քարոզում էին անհավատների մեջ եւ նրանք ոչ մի անգամ չէին վախենում մտնել ինչ որ մի քաղաք, որտեղ որ գիտեին նույնիսկ կարող է իրենք մահվան դատապարտվել, չէ՞։ Դա իրենց եւ անձնորոշություններ ցույց տալիս իրենց հավատքի համար եւ երկրորդը իրենց նվիրում է իրենց Աստծուն։ Այնպես էլ մենք յուրաքանչյուրս, երբ որ բախվում ենք այդպիսի իրավիճակի, պետք է հասկանանք, որ այո, հնարավոր է այս մարդը ինչ որ մի բան, մեր հարազատը ինչ որ մի բան ժամանակին չի ընկալել, ինչ որ մի բան իրեն չեն սովորացրել, ինչ որ մի բանից ինքը զրկված է եղել եւ պետք է փորձենք անպայման նրան մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, քանի որ նա հարազատ է, մենք նրա հանդեպ սիրով ենք լցված, մենք պետք է փորձենք նրան անպայման դարձի բերել։ Եվ ես կարծում եմ, եթե մարդ Աստծուն ապավինելով, իր հավատքին ապավինելով այդ անի, ապա նա անպայմանորեն կհասնի ինչ որ մի արդյունքի եւ այդ ամենը անելու հետ միասին մարդը ոչ մի անգամ չպետք է տուտ տա իր հարազատների ասածներին, իր հարազատների կեցվածքին եւ փորձի կամ նեյտրալնացնել, ինչ որ մի ձևով հարմարեցնել իր հոգևոր կյանքը, իր հարազատների ուզածին էլ մյուս կողմից հարմարվել, այլ պետք է ինքը իր հոգևոր կյանքը շարունակի, ել ավելի հզորացնի, ել ավելի զարգացնի, որովհետև այդ պահին ինքը կանգնած է մի այնպիսի ճանապարհի առջև, որ իրեն տրված է իրոք աստվածային ինչ որ մի առաքելություն, ինչպես որ առաքյալներին էր տրված, չէ՞, նրանց այն ժամանակ տրվեց Սուրբ Հոգու միջոցով։ Այսօր Աստված այդ մարդուն տվել է այդպիսի մի առաքելություն, չէ՞, դա աստվածային առաքելություն է հետևաբար։ Եվ ինքը պետք է հասկանա դա, որ սա իրեն տրվել է ոչ թե նրա համար, որ ինքը չարչարվի, որ ինքը նեղություն կրի, այլ նրա համար, որ ինքը այդ ճանապարհը անցնելով եւ ինքը հզորանա եւ իր շրջապատում մտցնի այն լույսը, որը ժամանակին ինքը ընդունել է եկեղեցու։ Շնորհակալ եմ Սրբազան հայր։ Աստված օգնական։ Աստված պահապան։